կանաչ պատիճավոր լոբին, երբ շատ է հասունանում, պատիճները պայթում են, իսկ սերմերը ռումբերի նման այս ու այն կողմ են ցայտում։ Այս կերպ է կանաչ պատիճավոր լոբին առանց մարդու օգնության բազմանում։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք տավարի փափկամսով և բանջարեղենով ուտեստ։ Կսկսենք կանաչ լոբուց, այն հարկավոր է խաշել։ Եռացրած ջուր ենք լցնում տապակի մեջ։ Հենց ջուրը եռած, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, մեկ ճաշի գտալ, արի այստեղ, և կիսաեփ ենք անում կանաչ պատիճավոր լոբին, ամբողջական, չենք կտրատում։ Կանաչ պատիճավոր լոբին եփում ենք այնքան, որ գույնը չփոխվի, կիսաեփ ենք անում։ Անցնենք առաջ, մյուս բաղադրիչը կարելի ասել ուտեստի հիմնական բաղադրիչներից է, դա տավարի փափկամիսն է, տապակելու ենք, նախապատրաստենք տապակը, ինչ է նշանակում նախապատրաստենք տապակը, լցնում ենք մոտ 3 ճաշի գթալ ձիթայուղ և այն համեմում ենք հազրևարդի ճյուղով և սխտորի բճեղներով 1, 2, 3, 4, 5 բճեղ սխտոր, հենց տաքացավ, հազրևարդը գցում ենք, մի փոքր տապակվում է և համեմվում։ Սխտորները նախքան տապակելը կարելի է ճզմել, այսպես դանակի շեղբի տակ ճզմում ենք սխտորի բճեղները, և խնդրեմ, վերցրել եմ տավարի փափկամսի շերտ, հենց այսպես էլ կտապակենք։ Միսը երկու կողմից կարմրացնում ենք։ Որոշակի ժամանակ հետո սխտորները կհանենք։ Կարծում արդեն ժամանակն է։ Փրկենք լոբին։ Ջրք համում ենք, ավելի ուշ կտապակենք, տապակը մեզ պետք է։ Միսը տեղափոխենք ուժեղ կրակի վրա, տապակը թող չորանա, սխտորները և հազրևարդը հանենք, Եվ շրջենք միսը։
Երկրորդ տապակի մեջ տաքացնում ենք բուսայուղ։ Վերցնում ենք 2 գազար, կտրում ենք շեղակի, որպեսզի մսի յուղը չցայտի, վրան ցանց դնենք։ Մյուս բաղադրիչը նեխուրի ցողունն է։ Կվերցնենք 2 մեծ ցողուն։ Սա էլ ենք կտրատում շեղակի։ Միսը կրկին շրջում ենք և համեմում կոնյակով։ Ծածկում ենք և շարունակում։ Մյուս բաղադրիչը քաղցր պղպեղն է։ Կվերցնեմ գույնս գույն քաղցր պղպեղներ։ Կտրատում ենք մեծ կտորներով։ Բավականաչափ սառել եմ կանաչ պատիճավոր լոբին։ Սա էլ շեղակի կտրատում և ուղարկում ենք մնացած բանջարեղենի հետ տապակվելու։ Սա է լցնելուց հետո համեմ ենք մառանիկ ընկերության ծովի առով։ Մի տեսակ բանջարեղենի համար փոքր ստացվեց տապակը, ինչ ենք անում, չենք տխրում, կարևորը չտխրել։ Նախ հարկավոր է փրկել միսը։ Վերցնում ենք փակվող աման։ Մսակտորը հանում ենք ամանի մեջ։ Հրաշալի կարմիր կեղև է կապել։ Եվ ծածկում ենք։ Թողնում ենք հանգստանա։ Իսկ այս տապակի մեջ, որի մեջ տապակում ենք միսը, լցնում ենք բանջարեղենը։ Խելացի որոշում կարծում եմ։ Բացի աղից բանջարեղենը կհամեմեմ սպիտակ կիսաանապակ գինով, մոտ 50 մլի, Վուստերշիրյան սոուսով, 1 ճաշի գթալ և 1 ճաշի գթալ բալզամիկ քացախի մածուկով, օշարակով։
Կհամեմեմ նաև մառանիկ ընկերության 4 պղպեղով։ Քանի որ բանջարեղենից ամենադժվարը գազարն է եփվում, հենց գազարը փափկեց, կավելացնենք չերի լոլիկ։ Ամեն չերին կիսում ենք 4 մասի։ Կարելի է կափարիչ դնել վրան, որպեսզի բացի տապակվելուց նաև շոգ խաշվի բանջարեղենը։ Զգուշորեն տակն ու վրա ենք անում և ավելացնում ենք թերևս վերջին բաղադրիչը։ Դա յուրահատուկ բաղադրիչ է, չինական կաղամբ, փոքրիկ կաղամբ, պակ չոյ։ Այսպես փոկում ենք և գցում տապակի մեջ։ Այն շատ երկար ջերմային մշակման հարկավոր չի ենթարկել։ Կրկին զգուշորեն տակն ու վրա ենք անում։ Ծածկում ենք կափարիչով և կրակը անջատում ենք։ Այժմ արդեն կարելի ասել հասունացած միսը մշակում ենք մատուցման համար։ Շերտատում ենք։ Մսի մեջ պետք է լինի վարդագույն։ Վերադարձնում ենք իդ, այսպես առաջացած սոուսի մեջ։ Համեմում ենք մառանիկ ընկերության ծովի աղով, և մառանիկ ընկերության 4 պղպեղով։ Տախտակի վրա եղած սոուսն լցնենք։ Ծածկենք կափարիչով, թողնենք ևս 5 րոպե և կմատուցենք բանջարեղենի հետ միասին։ Կզարդարենք կանաչ ռեհանի տերևներով։ Տավարի մսով և բանջարեղենով ուտեստ։ Տապակի մեջ եռացրած ջուր լցնել, համեմել աղով, կանաչ պատիճավոր լոբի կիսաեփանել։ Եփելուց հետո քամել, ձիթայուղ տաքացնել, համեմել հազրևարդի ճյուղով, սխտորի ճզմած բջեղներով։ Ավելացնել տավարի փափկամիս, մի քանի րոպեից հազրևարդն ու սխտորը հանել, միսը երկու կողմից կարմրացնել, ցողել կոնյակով, թողնել կրակին։ Եփելուց հետո տեղափոխել փակվող ամանի մեջ, թողնել հանգստանա, որից հետո շերտատել, պատել իր սոուսով։ Համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով։ Ծածկել կափարիչով, թողնել ևս 5 րոպե։ Այլ տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ավելացնել շեղ կտրատած գազար, նեխուրի ցողուն, քաղցր պղպեղ, կանաչ պատիճավոր լոբին, համեմել ծովի աղով։ Զանգվածը տեղափոխել մսակտորի տապակի մեջ։ Ավելացնել սպիտակ կիսաանապակ գինի, վուստերշիրյան սոուս, բալզամիկ քացախի օշարակ,
Համեմել 4 պղպեղ համեմունքով։ Հենց գազարը փափկի, ավելացնել 4 մասի կտրած չերի լոլիկ, պակ չոյ։ Տավարի միսը մատուցել բանջարեղենի հետ, զարդարել կանաչ ռեհանի տերևներով։ Այժմ առաջարկում եմ պարզագույն մթերքներով հեշտ պատրաստվող աղցան։ Տեղադրում ենք տախտակը։ Վերցնում ենք սիրելի ամանը։ Վերջ կարևոր գործը արեցինք։ Նախապես խաշել եմ կարտոֆիլ, 5 փոքր կարտոֆիլ։ Կտրատում ենք փոքր կտորների, չնայած սա փոքր անվանել չարժի, միջին կտորների և լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Կարծում եմ շատերն են ծանոթ այս աղցանին։ Ասեմ, որ այս աղցանի ամենակարևորը սոուսն է։ Բացի նախապես խաշած կարտոֆիլից օգտագործում ենք նաև թթու կաղամբ գազարի հետ։ Կտրատենք հարմար այսպես չափերի և լցնենք կարտոֆիլի վրա։ Եվ թերևս վերջին բաղադրիչը, բացի սոուսից, դա թարմ սամիթն է։ Ավելացնում ենք թարմ սամիթ։ Կարելի ասել կես փունջ։ Իսկ թթու կաղամբը 200 գրամ էր։ Այս հաստ ցողունները կարելի է չօգտագործել։ Արա այստեղ տակնու վրա ենք անում։ Եվ ամենակարևորը, ինչպես ասացի, սոուսն է։ Կվերցնեմ կես կիտրոնի հյութ, կես կիտրոնի հյութին, կավելացնեմ 1 թեյի գթալ մեղր, դիժոնյան մանանեխ, 1 ճաշի գթալ, մառանիկ ընկերության աղ, կես թեյի գթալ, 1 թեյի գթալ, աղացած սև պղպեղ, կես թեյի գթալ, և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք 100 մլի բուսայուղ, և վերջ լավ խառնում և լցնում ենք մշակված բաղադրիչների վրա։ Լավ տակնու վրա անելուց հետո կարելի է մատուցել։
պարզագույն աղցան։ Թասի մեջ լցնել նախապես խաշած կտրատած կարտոֆիլ, թթու աղամբ, գազար և սամիտ։ Սոուսի համար կիտրոնի հյութին ավելացնել մեղր, դիժոնյան մանանեխ, աղ, սև պղպեղ, խառնել, ավելացնել բուսայուղ, լցնել աղցանի բաղադրիչների վրա, լավ տակնու վրա անել, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, դդում, հալվող պանիր և ընտրյալ հատիկ համի գաղտնիք դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։